Վինգոն իրենից ներկայացնում է թռչող ավտոմեքենա, այն կարողանում է կողմնորոշվել տեղանքում և արգելքների հանդիպելուց բացում է իր թևերը և թռչում։ Մեր ձևով ժողովրդական շարժումը կարևորելով տեխնոլոգիական կրթության զարգացումը մեր երկրում աջակցել է Գյումրու զարգացման լաբորատորիայի սաներին, ապահովելով նրանց մասնակցությունը ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլում, որը կանցկացվի Սինգապուրում։ Շարժման ներկայացուցիչները Գյումրիում ծանոթացել են լաբորատորիայի աշխատանքին, սաների առաջադիմությանը և պատրաստվածությանը։ Ձանից շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում, որ այդքան պատասխանատվություն ունեք և այդքան լուրջ եք վերաբերվում ձեր մասնագիտության զարգացմանը։ Սա էլ մեր կողմից փոքրիկ նվերներ, որ Սինգապուր մեկնելու ճանապարհին լավ երաժշտություն լսեք։ Բազմիցս ասել եմ, հենց սա է մեր ձևը, աջակից լինել տաղանդավոր հայերին և որպեսզի իրենք վստահ լինեն, որ իրենք պիտանի են իրենց երկրին և անգամ մտքով չանցնի, որ մեծանան, լքեն երկիրը, դա շատ կարևոր է։ Մեր ձևով շարժման համակարգող խորհրդի անդամ Գոհար Խումաշյանը նշեց, որ նախաձեռնության համար կրթության զարգացումը առաջնահերթություն է։ Նրա խոսքով լաբորատորիայի սաները վաղ տարիքից ներգրաված են տեխնոլոգիական կրթության մեջ, ինչը նպաստում է նրանց մասնագիտական ձևավորմանը։ Սա պարզապես կարծում եմ դասընթացներ չեն, որտեղ իրենք հաճախում են, այլ սա մշակույթ է, մտածելակերպ է և իհարկե իրենք դեռ փոքր տարիքից զգում են, թե այդ իրենց հմտությունների զարգացումով ինչպես կարող են երկրի զարգացմանը նպաստել։ Վերջինս ընդգծեց, որ նման ծրագրերին աջակցելը շարժման շարունակական առաջնահերթություն է։ Գյումրին շատ մեծ պոտենցիալ ունի և այստեղի հողը, ջուրը ինքնին նպաստում է երիտասարդների զարգացմանը։ Մենք էլ մեր կողմից, մեր ձևով պիտի միշտ աջակից լինենք և թև ու թիկունք լինենք մեր տաղանդավոր երիտասարդների։ Գյումրու զարգացման լաբորատորիայի գործադիր տնօրեն Անժելա Բալթայանը ներկայացրեց, որ կենտրոնում իրականացվում են կրթական ծրագրեր գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի և մաթեմատիկայի ուղղությամբ։ Նրա խոսքով սաները պատրաստվում են ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլում և տրամադրված աջակցությունը հնարավորություն է տալիս ապահովելու նրանց մասնակցությունը։ Շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ճիշտ ձևով ներկայանալ և մենք ունենք բազմաթիվ աջակիցներ, որոնք որ հոգացել են և ցավում են մեր հետ, ինչպես հասցնենք երեխաներին և շատ շնորհակալ ենք, որ մեր երեխաների այս ճամփորդության մի մասը աջակցվել է մեր ձևովի կողմից և մենք կարող ենք հպարտորեն ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակներում։ Մեր ձևով շարժման ներկայացուցիչները հայտնեցին, որ Գյումրիում դիտարկվում են նաև նոր նախաձեռնություններ մշակույթի, սպորտի և տեխնոլոգիական կրթության ուղղությամբ։